Պարոն Մուրադյան, դուք որպես Շիրակի նախկին մարզպետ, երբ պաշտոնավարել եք, երբևէ նման օրինակ միջավայր, իրավիճակ եղել է, դուք սա նորմալ եք համարում։ Շնորհակալություն նախ, իրավիճակ, միջավայր, ինչ է նշանակում, ինչ նկատի ունեք։ Այն ինչի կատարվում է այստեղ պետական պահպանության ծառայության մեծաթիվ աշխատակիցներ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, եկեղեցու մուտքերը փակ են, ժամանակ առ ժամանակ քաղաքացիները ստիպված են այստեղ սպասել, հետո նոր մտնել եկեղեցի։ Տեսեք, այսօր հիշատակի օր է, դեկտեմբերի 7-ն է եւ բոլորս գիտենք, որ ղեկավարը, վարչապետը գալու է մասնակցելու մեր հազարավոր անմեղ զոհերի հիշատակը հարգելու շիրակցիներին, գյումրեցիներին եւ 7 վերք եկեղեցում լինելու է պատարագ, սուրբ պատարագ։ Ես նորմալ եմ համարում, որ ցանկացած զարգացող երկրում երկրի ղեկավարի մասնակցությամբ պետական պահպանությունը լինի բարձր մակարդակի եւ պատշաճ։ Բարձր մակարդակի հավատացյալներից մարդիկ, ովքեր եկել էին պատարագի մասնակցելու, ավելի շատ, եկեղեցու ներսում մեծաթիվ պետական պահպանության ներկայացուցիչներ են։ Դե բնական է, պետք է երկրի ղեկավարը ներկա լինի, պետական պահպանությունը պետք է պատշաճ իրականացվի, դա նորմալ եմ համարում։ Պարոն Մուրադյան, տեսեք, դուք նշում եք, որ դեկտեմբերի 7-ն է երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է, չէր կարելի նաև այդ հանգամանքը հաշվի առնելով, թե ինչ օր է շիրակցիների եւ հատկապես գյումրեցիների համար այս օրը այստեղ չգալ եւ պատարագի չմասնակցել, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որտեղ ինքը պատարագների է մասնակցում թեմակալ առաջնորդի եւ եթե թեմակալ առաջնորդը իր հետ հանդիպման չի գնացել, էլի, եւ ամենայն հայոց կաթողիկոսի անունը պետք է զեղչվի եւ գյումրեցի Շիրակի թեմի քահանաները բոլորը միաձայն եւ միաբերանց ստորագրել են, նշելով, որ չեն անցկացնելու իրենք պատարագ, որովհետև իրենք չեն պատրաստում կանոնական ընթացքից շեղվել։ Դա թեմի խնդիրն է։ Շիրակի թեմն է։ Շատ բարի, միանշանակ Շիրակի թեմն է։ Շիրակի թեմն է հայտարարություն տարածել, իրենք են որոշել այդպես անելու։ Իսկ դուք ճիշտ գտնում եք, որ պետք է պատարագ չլիներ, պետք է լիներ, պատարագ պետք է լինի, իսկ այն ինչ որ մաքրվելու է եւ անհրաժեշտ է մաքրվելու, ես կողմ եմ։ Բնականաբար պետք է մաքրվի, այո, վարչապետը ճիշտ է։ Դուք Միքայել Սրբազանի կալանավորմանը, ապա ազատազրկմանը, նա 2 տարի ազատազրկման դատապարտեց, կարծում եք, որ դա ճիշտ է։ Գիտեք, ես ընդհանրապես այն փուլում, որ իրավական գործընթաց է ընթանում, ես փորձում եմ զերծ մնալ հայտարարություններ անելուց։ Միքայել Սրբազանը 2 տարի ազատազրկման է դատապարտել, ձեզ համար ինչ է այստեղ հստակ չի։ Եթե իրավապահ համակարգը օրինական մեղադրանք է առաջադրել եւ դատարանը բավարարել է, այդտեղ մեկնաբանություններ անելը արդեն իսկ կարված եմ համարում։ Այսինքն դուք ճիշտ եք համարում։ Դուք մարզպետ եղած ժամանակ Միքայել Սրբազանի հետ շփվել եք վստահաբար, միջոցառումների մասնակցություն եք ունեցել։ Միքայել Սրբազանը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կարող էր սպառնալ։ Տեսեք, մի բան է կարող էր սպառնալը, մի բան է չկարողանալով սպառնալ հայտարարություն անել։ Իր հայտարարությունն է, եթե ես մի բան չեմ կարող անել, բնականաբար ես հայտարարություն էլ անելու իրավասություն չունեմ։ Բայց ով է Միքայել Սրբազանի կոչին անսացել եւ գնացել օրինակ ռազմական հեղաշրջում իրականացրել, կա փաստ։ Գիտեք, կոչով շարժվել, առաջնորդվել, ես նորից կրկնվեմ, եթե ես մի բան չեմ կարող անել, հետեւաբար հայտարարություն էլ բնականաբար չեմ անում։ Դուք ինչպեսի
հարաբերություններ ունեիք Միքայել Սրբազանի հետ, երբ պաշտոնավարում էիք։ Ես իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ընդհանրապես չեմ շփվել Միքայել Սրբազանի հետ։ Ինչու՞։ Ես եկեղեցի այցելել եմ, մշտապես մոմավառություն արել եմ, աղոթքներ արել եմ, ծայրահեղ հավատացյալ մարդ եմ, աստվածապաշտ, բայց եւ այնպես իմ պաշտոնավարման ժամանակահատվածում երբևէ ես շփում չեմ ունեցել։ Ի վերջո դուք ինչու հրաժարական ներկայացրիք։ Այդպես էլ չեք պատասխանում։ Գիտեք, այսօր երևի այդ մասին ամեն ինչից կարող ենք խոսել։ օրը այնպիսին է, որ այսօր ինձ թվում է նման մեկնաբանություններ անհրաժեշտ չի անել։ Նպատակարար չեմ։ Հարցել չկա իրական, հարցրել ինչու հրաժարական։ Քաղաքական վերադասավորումների արդյունքում։ Իսկ կաշառքի գործով դուք նաև հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել եք։ Ինչ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակ ունեք։ Ես հակակոռուպցիոն կոմիտեում չեմ հարցաքննել, կաշառքի գործով ընդհանրապես կաշառքի գործով չեմ հարցաքննվել։ Ես որպես ներկա եմ եղել մեր Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես տեղյակ եք, իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կոռուպցիայի դեմ պայքարելու թիվ 1, այսպես ասած, նախաձեռնողներից մարզում ես եմ եղել եւ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզպետի աշխատակազմից վարչության պետեր եւ աշխատակից է ձերբակալվել այդ գործի շրջանակներում։ Այո, այդ գործի շրջանակներում։